Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները նոր թափ են հավաքում։ Սցենարիստ Դիանա Գրիգորյանի ձեռագիրն արդեն ծանոթ է հեռուստադիտողներին։ Երբ թվում է ամեն ինչ հասել է հանգուցալուծման, հանկարծ բացվում է մի նոր խճճված հանգույց, որը ոչ միայն ավելի է բարդացնում իրավիճակն, այլև ստիպում հեռուստադիտողին էկրանի առաջ մնալ մինչև վերջին վայրկյանը։ Հենրին ու Անգելինան, չնայած բոլոր սահմանափակումներին ու շրջապատի ճնշումներին, որոշում են գոնե կարճ ժամանակով փախչել իրականությունից։ Նրանք միասին մեկնում են Սևան իրենց համար գողացած մի քանի ժամերին հանգստի։ Սևանի խաղաղ ջրի ափին նրանք փորձում են մոռանալ ամեն ինչ։ Հենրին իր ամուսնությունը Բետիի հետ, իսկ Անգելինան Նոյի նշանադրության օղակը Մատին։ Այդ պահերը լի են ոչ միայն սիրով ու կարոտով, այլև անբացատրելի մեղքի զգացումով։ Նրանք գիտեն, որ ապագա չունեն միասին, բայց չեն կարողանում միմյանցից հրաժարվել։ Անգելինան նույնիսկ Հենրիին ասում է, որ չի հավատում, որ հնարավոր է նրա հետ փախչել, բայց այո, նրանք միասին փախել են ու Սևանում են։ Բետին արդեն բողոքել է Հենրիի ընտանիքի անդամներին, որ նա տանը չի գիշերել և պատրաստվում է իրերը հավաքել ու մեկնել այդ տնից, որովհետև իրեն ավելորդ է զգում այդ տանը։ Բայց արդյոք կորոշի իսկապես գնալ, թե Հենրիին նոր անակնկալ է սպասվում։ Իսկ Նոյն էլ նշում է, որ ինչ Անգելինայի հետ ծանոթացել է, անընդհատ դեմ է գնում իր սկզբունքներին, քանի որ Անգելինան նրան այսպես ասած առ է համարում, իսկ նա ամեն ինչ անում է Անգելինային իր կողքին պահելու համար։ Սակայն իրականությունը հետ է բերելու շուտով բոլորին։ Հենց այդ ժամանակ Նոյն, ով արդեն կասկածում ու հասկանում է ամեն ինչ, սկսում է մտածել, թե ինչպես կարող է պատժել Հենրիին։ Նոյը ոչ միայն վիրավորված փեսացու է, այլև իրավաբան, ով գիտի, որ ամեն մի քայլը պետք է հաշվարկված լինի։ Նրա ծրագրերը դեռ գաղտնի են, բայց հստակ է, որ նա պատրաստվում է ոչ միայն խլել Անգելինային Հենրիից, այլև նրան կանգնեցնել կյանքի ամենաբարդ քննությունների առաջ։ Այդ ընթացքում Նոյը հանդես է գալիս որպես փաստաբան ու հաջողացնում է, որ Սորսը դուրս գա բանտից։ Սոսը վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում է Լիլիթը։ Նա երկար ժամանակ սպասում էր այսօրվան, հույսով, որ Սոսը կվերադառնա և նոր էջ կբացվի նրանց կյանքում։ Լիլիթի աչքերում փայլում է ուրախություն, երբ նա վազում է Սոսին ընդառաջ, բայց պատկերը փոխվում է մի ակնթարթում։ Սոսը սառը հայացքով նրան հրում է և անխոս անցնում առաջ։ Այդ շարժումը կոտրում է Լիլիթի սիրտը, նրա աշխարհը փլվում է։ Եվ ահա այստեղ գալու է ամենաուժեղ կադրերից մեկը։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Լիլիթը խմում է մեծ քանակությամբ դեղահաբեր, նրա կյանքը կախված է մազից։ Ներքուստ հեռուստադիտողները լարված սպասում են, արդյոք Լիլիթը փրկվելու է, թե սա նրա կերպարի ողբերգական ավարտն է։ Լիլիթի ճակատագիրը կարող է դառնալ սերիալի ամենաողբերգական պահերից մեկը, եթե բժիշկները չհասնեն օգնության։ Միևնույն ժամանակ հեռուստադիտողի աչքից չի վրիպում, որ այս ամբողջ պատմության կենտրոնում ոչ միայն Սիրային եռանկյունին է, այլև բազմաթիվ չբացահայտված գաղտնիքներ։ Հենրին ու Անգելինան դեռևս փախուստի մեջ են, բայց նրանց քայլը երկար չի մնա աննկատ։ Նոյը կհետևի նրանց ամեն շարժմանը։ Բետին, ով պատրաստ է ամեն ինչի ամուսնությունը փրկելու համար, նույնպես լարված հետևում է իրադարձություններին։ Իսկ Արսենը արդյոք կշարունակի հյուսել իր սև ծրագիրը, որը կարող է ճակատագրական լինել բոլորի համար։ Հարցերը շատ են, ամեն նոր սերիա ավելացնում է սպասումը։ Արդյոք կհասցնեն բժիշկները փրկել Լիլիթի կյանքը։ Կկարողանա Նոյն իր ծրագրերով հեռացնել Հենրիին ու Անգելինային։ Արդյոք Հենրիի ու Անգելինայի գաղտնի հանդիպումը կբացահայտվի, թե նրանց սերը դեռ մի քիչ ժամանակ կպահպանվի գաղտնի։ Եվ ամենակարևորը, ինչ է պատրաստել Դիանա Գրիգորյանը հեռուստադիտողի համար այս բարդ խճանկարային պատմության մեջ։ Սերիալը գնում է դեպի իր ամենալարված շրջանը։ Սերը, խանդը, վրեժը և մարդկային թույլ կողմերը բախվում են միմյանց ու յուրաքանչյուր հերոս կանգնում է իր ճակատագրական ընտրության առաջ։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեր ալիքին ու շատ շուտով հետաքրքիր նորություններով նոր տեսանյութ կհրապարակենք։ Իսկ դուք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, թե
Վերջին զանգը սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կպատրաստենք նոր տեսանյութ, որը կբացահայտի հեռուստասերիալում նոր գաղտնիքների և իհարկե նոր ինտրիգների մասին։ Ինչպես արդեն հեռուստադիտողների մեծ մասը տեղյակ են, սիրված դերասանուհի Անի Մեհրաբյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում էր Ֆաինային, արդեն մեկնել է երկրից և այլևս չի մասնակցում նկարահանումներից, չնայած նրա մասնակցությամբ կադրերը դեռ հեռուստաէկրաններին են, բայց շատ շուտով շախունցների ընտանիքը նրան ճանապարհում է սովորելու։ Արդյոք սա վերջին նկարահանումներն են, թե հեռուստասերիալի ավարտին նա կհասցնի վերադառնալ Հայաստան և գոնե մի քանի սերիաներում հանդես գալ, ցույց կտա ժամանակը, բայց հեռուստասերիալում իրադարձություններն էլ ավելի են լարվում, օղակը սեղմվում է բացասական կերպարների շուրջ, քանի որ եթե հեռուստասերիալը մոտենում է ավարտին, սա նշանակում է, որ շատ գաղտնիքներ բացահայտվելու են և հանգուցալուծումը մոտենալու է։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե երբ է վերջապես Աննան իմանալու, որ Անգելինան իր դուստրն է և վերջապես երբ է բացահայտվելու այս գաղտնիքը, որպեսզի կարողանան բոլորն ապրել երջանիկ։ Իհարկե Հենրին էլ շատ լավ հասկանում է, որ այս գաղտնիքի բացահայտումից հետո շախունցների տանը ուղղակի քարը քարի վրա չի մնա, քանի որ Աննան այլևս այդ տանը ոչ մի անելիք չի ունենա։ Եթե Աննան հեռանա այդ տանից, իր հետ տանելու է Դավիթին, իսկ դա նշանակում է, որ շախունցների տանն այլևս Հենրին անելիք չի ունենա։ Հատկապես եթե Բետին էլ հեռանա, ապա կմնան միայն տղամարդիկ այդ տանը։ Իսկ այդ տանը տղամարդկանց հավաքույթը նշանակում է ինչ-որ բացասական բանի սկիզբ, հատկապես, որ Հենդոն ամեն ինչ անում է, որպեսզի բոլորի կյանքն իսկական դժոխք դառնա։ Դե ինչ, կիսվեք ձեր կարծիքներով։